Բարև ձեզ, հարգելի հեռուստատողներ, Jumping Gear ֆորմատում քննարկենք մի իրադարձություն, որը գուցե ոմանք ուշադրություն չեն դարձրել կամ այսպես լրատվական հոսքի հետ անցել է, բայց կարծում կարևոր է այս թեմային անդրադառնալ եւ ցույց տալ, այս դետալով ցույց տալ, թե ինչպիսի դերակատարում ունի Ադրբեջանը տարածաշրջանում եւ ինչպես է Հայաստանի այսօրվա իշխանությունը ըստ էության ընդունել եւ ընդունում Ադրբեջանի գերիշխանությունը։ Ուրեմն փետրվարի 28-ից ռազմական գործողություններ են սկսվել Իրանի դեմ, հենց առաջին օրը, կարծեմ արդեն մարտի 1-ին։ Մի խոսքով 24 ժամվա ընթացքում Իրանի կարևորագույն օբյեկտներ են թիրախավորվել, սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդը Այաթոլլահ Ալի Խամենին, իսրայելական հրթիռակոծության հետևանքով Իրանում աղջիկների դպրոց թիրախավորվեց եւ 165-ից ավել մանկահասակ աղջիկներ սպանվեցին, այլ ղեկավարներ սպանվեցին Իրանում, մի խոսքով կարևորագույն օբյեկտներ թիրախավորվեցին, լայնածավալ պատերազմ էր Իրանի դեմ, ընդ որում մի պարագայում, երբ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև ընթանում էին բանակցություններ, եւ ըստ էության Միացյալ Նահանգները խախտեց բանակցություններ վարելու կարգը, ընթացքում հարվածելով Իրանին, եւ նկատենք մի պարագայում, երբ արդեն Օմանի արտգործնախարարն էր բացահայտել բանակցությունների այսպես մասնակիցներից մեկն էր դրանից առաջ էլ բացահայտել, երբ Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև համաձայնություն էր ձեռք բերվել, Իրանը համաձայնվել էր գրեթե բոլոր պահանջներին, միջուկային թեմայով, հարստացված ուրանի թեմայով։ Եվ այսպիսի վիճակում, երբ բանակցությունները նորմալ ընթանում են, պայմանավորվածությունները մոտ են ձեռքբերման, մոտ են արդեն փաստաթղթերի կնքման, Միացյալ Նահանգները հարվածում է մեր հարևան, նաև ինչու՞ չէ, նաև բարեկամ Իրանին։ Արդեն ասացի, սպանվում է հոգևոր առաջնորդ, սպանվում են 165-ից ավել մանկահասակ աղջիկներ, քաղաքացիական անձինք, զինվորականներ, հրամանատարներ, այլ պաշտոնյաներ, եւ այս ֆոնին Հայաստանում վստահ եմ տեսել եք, որ սրանք բեռաշկի էին ուտում, կուկուռուզ էին ուտում, նախընտրական քարոզչություն էին անում, եւ միայն երրորդ օրը Հայաստանը պաշտոնապես հաղորդագրությամբ արձագանքեց տեղի ունեցող դեպքերին, ցավակցեց Իրանին հոգևոր առաջնորդի սպանության կապակցությամբ, առանց դատապարտման կամ առանց գնահատականներ տալու, լավ, այստեղ կարելի է հասկանալ, ասել դիվանագիտություն է, Միացյալ Նահանգները մեր ատամը Միացյալ Նահանգներին չի կտրի եւ պետությունը փորձում է մի կողմից հարևանին ուշացումով ցավակցել, մյուս կողմից չի փորձում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները փչացնել։ Չնայած ես այդ համոզմունքին չեմ, ես կարծում եմ, որ սրանք ոչ թե չեն ուզում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները փչացնել, այլ Միացյալ Նահանգների պլանների մի մասն են կազմում, ուղղակի հիմա չակտիվացված։ Սա այն ինչ որ տեղի ունեցավ մեր հարևան, մեզ հաճախ օգնած Իրանի հետ կապված, մեզ համար տնտեսական լրջագույն ճանապարհ հանդիսացող Իրանի հետ կապված։ 3 օր հետո միայն նաև Արադ Միրզյանը հեռախոսազրույց ունեցավ, այսպես դիվանագիտակ ինչ-որ կարճ տեքստ տարածվեց։ Եվ այս ֆոնին 3 մարտի 5-ին անհայտ պայմաններում, անհայտ անօդաչու սարքերը հարվածում են Նախիջևանի օդանավակայանին, դա ներկայացնում որպես իրանական կողմից թիրախավորում, Իրանը սա հերքում է, Ադրբեջանը մի խոսքով հայտարարում է, որ սա անպատասխան չի թողնի,
մեծ թշնամի հազարավոր հայաստանցիների սպանած, արցախահայերի դեմ ցեղասպանություն իրականացրած, Ադրբեջանում ինչ որ անհայտ ԱԹՍ-ի անկնում, որի հետևանքով 4 մարդ վիրավորվում է։ Ու գիտեք ինչ է անում Հայաստանի արտգործնախարար Արարատ կամ Արաբատ Միրզոյանը, որը միայն երրորդ օրն էր Իրանին հիշել։ Արաբատ Միրզոյանը ընդամենը երևի կես ժամ հետո կամ 1 ժամ հետո զանգահարում է Ջեյհուն Բայրամովին։ Կես ժամ, մի ժամ հետո։ Նույն օրը, շատ կարճ ժամանակ, այսինքն միջև այդ երևի Թուրքիայի արտգործնախարարն էր հասցրել զանգահարել Ջեյհուն Բայրամովին։ Այս դրվագը, որը շատերի համար կարող է փոքր դրվագ ցույց է տալիս, թե ինչ դերակատարում ունի Ադրբեջանը տարածաշրջանում եւ ինչպիսի վախ ունեն Հայաստանի այսօրվա իշխանությունները Ադրբեջանից։ Ես կասեմ կենթանական վախ ունեն։ Ինչպես շունն իր տիրոջից կվախենա, այդպիսի վախ ունեն եւ Ալիևին ու Ադրբեջանին մոտենում են որպես իրանց տերերի։ Ես չեմ ասում թող չզանգեին, ես չեմ ասում թող այսպես հաղորդակցություն չլներ, դրա մասին չի խոսքը, դիվանագիտությունը երբեմն նաև թշնամիների հետ խոսելու արվեստ է, երբեմն չէ, հաճախ։ Ահա, եթե դուք Իրանին զանգահարում եք երրորդ օրը միայն, էնել են դեպքում, երբ որ հոգևոր առաջնորդն է սպանվել երկրի, ծանրագույն հանցագործություններ են կատարվել այդ պետության դեմ, 160-ից ավել մանկահասակ աղջիկներ են սպանվել։ Միայն երրորդ օրը, այդ ինչն էր ձեզ ստիպում երկու օր էլ ոտներդ կաղճկցեիք նոր Ադրբեջան զանգեիք։ Ուրեմն Ալիևին տեր եք ընդունում եւ ձեր տիրոջ տունը ինչ որ բան է տեղի ունեցել, շատ արագ արձագանքել եք։ Սա շատ ցավալի իրողություն է։ Եվ հիմա պարզվեց, Ջեյհուն Բայրամովը պարզեց, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պարզեց, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կամ Արաբատ Միրզոյանը ոչ միայն զանգահարել է հետաքրքրվելու, թե հարևան ու թշնամի պետությունում ինչ է տեղի ունեցել, այլ նաև աջակցություն է հայտնել այդ պետությանը։ Ադրբեջանը տարածեց հաղորդագրություն, որով շնորհակալություն էին հայտնում այն պետություններին, որոնք աջակցություն են հայտնել հեռախոսազանգով իրենց, այդ պետությունների շարքում Հայաստանի Հանրապետությունն էր նաև, Հայաստանի դրոշներ դրված, հիմնականում իսլամական պետություններ էին, եվրոպական պետություններ, իսլամական կազմակերպություններ միջազգային եւ Հայաստանի Հանրապետություն։ Պատկերացրեք, Հայաստանի Հանրապետությունը աջակցություն է հայտնում մի պետության, որը ցեղասպանություն է իրականացրել արցախահայերի նկատմամբ։ Սա ուրիշ ոչինչ չի նշանակում, քան այն, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները որպես իրենց տեր են ընդունում Իլհամ Ալիևին, պատրոն, որպես իրենց ղեկավար են ընդունում Ադրբեջանին եւ գլխավորապես Իլհամ Ալիևին իր գլխավորությամբ, հա։ Հիմա մեր հայրենակիցները թող իրենք մտածեն, արդյոք դիվանագիտություն է սա, արդյոք ստորացում չի սա։ Թող մեր հայրենակիցները մտածեն, արդյոք ճիշտ է քո դժվար օրերին երբեմն քո կողքին կանգնած հարևանին, քեզ ճանապարհ տված հարևանին նման դժվարության պարագայում երրորդ օրը միայն զանգել ուղղակի տեղեկանալ ինչ է տեղի ունեցել եւ քեզ ոչնչացնելու նպատակ ունեցող թշնամուն կես ժամ հետո զանգել, կես ժամ հետո։ Խայտարակություն է սա ուղղակի։ Բայց այս խայտարակությունը ժողովուրդը կարող է սրբել իր ընտրությամբ, ուրիշ ճանապարհ չկա, ժողովուրդը պիտի հեռացնի սրանց, որովհետև որևէ մեկը իհարկե չի խոսում Ադրբեջանի դեմ պատերազմ վարելու ցանկությունից, բայց ինչքան ամոթ է ստորացման շքերթը, որ սրանք գլխավորում են Հայաստանի անունից։
Սրանք ուղղակի ողորմելիներ են, ստորակար շեակներ են, Ալիևի կոշիկները լիզելով են պատկերացնում դիվանագիտություն, խաղաղության հասնելու ուրիշ ճանապարհ չունեն։ Ալիևը սրանց սեռական շահագործման էլ կարող է ենթարկել ինչ-որ պահի, եթե ցանկանա իհարկե։ Սրանք կարծում են, թե անընդհատ ստորանալով, իրենց միջոցով Հայաստանը ստորացնելով, իրենց դեմքերով խաղաղություն են ապահովել։ Ոչ, Ալիևը ինչ որ սցենարների պարագայում իր համար ավելի հարմար կլինի Իրանի դեմ լայնածավալ պատերազմից խուսափելու համար, որին իրեն փորձում են մտցնել արևմուտքից Իսրայելը, արևմուտքը խուսափելու համար հարվածել Հայաստանին, պատճառներ կգտնեն, սրա մասին առանձին խոսեմ առաջիկայում, սրա մասին մենք մեր եթերներում քաղաքագետ Ազատ Ադամյանի հետ խոսել ենք տարբեր առիթներով, որ Ալիևի համար, երբ իրեն արևմուտքից ստիպեն Իրանի դեմ մտնել ռազմական գործողությունների մեջ, ինքը խուսափելու երկու ճանապարհ ունի խուսափելու, կամ իշխանության հեղափոխության բեմականացում կազմակերպել, ինչպես 18-ին մեզ մոտ եղավ, կամ մտնել այլ պատերազմի մեջ, որը թույլ կտա իրեն խուսափել Իրանի հետ պատերազմից։ Ռուսաստանի դեմ պատերազմ դժվար թե վարի, Վրաստանի դեմ էլ տենց առիթ լավ չի կարողանա գտնել, թեկուզ եւ ուզենա կգտնի, բայց կարծում ինքը հասկանում է, որ իր համար լավագույն տնտեսական Վրաստանը բավական կապեր, ճանապարհներ, երկաթգիծ, գազամուղ բան կա, Վրաստանը հանվում է ցուցակից, ամենահարմար առիթը խուսափելու Իրանի դեմ պատերազմին մասնակցելուց Հայաստանի դեմ պատերազմն է, որ իր համար երաշխավորված հաղթանակով կլինի, այդպես են գոնե ենթադրում այս իշխանության պարագայում, եւ որը կփրկի իրեն իր իշխանությունը։ Մյուս սցենարը ասցի, իշխանապողության բեմադրումն է, որը այս պահին տեսանելի չի, որովհետեւ դրան պիտի ինչ-որ պատրաստվեր, ֆիգուրը չկա այս պահին գոնե։ Ահա այս երկու սցենարները կային, ասացի արդեն, որ ամենահավանականը սա է, Հայաստանի դեմ պատերազմ սանձազերծելն է, Ադրբեջանն իր բանակը համար 1 մակարդակի է բերել մարտական պատրաստության։ Իհարկե սա չի նշանակում, որ երաշխավորված հենց վաղը պատերազմ են սկսելու, բայց առնվազն սա նշանակում է, որ մեր դեմ վարվող պատերազմը, հրահրվելիք պատերազմը Ադրբեջանի համար, կոնկրետ Իլհամ Ալիևի համար փրկողակներից մեկն է, որը ինքը կարող է քննարկել իր համար իրագործման նպատակով։